Կառավարությունը հեծն ուզում է դարձնել Աքիլեսյան գարշապար։ Փաշինյան-Պետրոսյան երեկվա հանդիպումն էլ հենց այդ մասին էր։ Բարձր ղեկավարության մասնաճյուղի տնօրենների հարկավճարները վերջիններիս կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին։ Նրանց երկխոսությանն անմիջապես անդրադարձավ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Վերջի տարիների ընթացքում Սամվել Կարապետյանը իր անձնական միջոցներից 11 միլիարդ դրամ է հատկացրել ավելյալ աշխատավարձ ստալու համար կամ աշխատավարձը մարդկանց բարձր պահելու համար։ Նկատենք, որ աշխատավարձային անջր պետք է պետական կառավարման բոլոր օղակներում։ Օրինակ, նախարարի եւ առաջատար ու կրտսեր աշխատողների կամ պահակի ու վարորդի աշխատավարձերի միջև։ Եթե այդպես է, ապա ո՞րն է այս չակերտավոր խորը սրտացավության պատճառը։ Միակ նպատակը ձեր ուղղակի արդարացնելն է, խլելը։ Ըստ Ռոմանոս Պետրոսյանի հեծում կառավարման ճգնաժամի մեկ այլ ցցուն պատճառ է որոշակի տվյալների անհետացումն է։ Այդ նշանակում է, որ պոտենցիալ հավելագրումների տվյալները եթե եղած լինեին, այդ տվյալների հետ կանհետանային։ Կարող ենք ենթադրել Խնդիր եղել է չի հերքում Նարեկ Կարապետյանը, ինչպես օրինակ ամիսներ առաջ Հայաստանի բանկային առկա համակարգում, բայց խնդիրն արագ շտկվել է, տվյալներն էլ վերականգնվել են։ Որպեսզի դուք վստահ լինեք, որ ապացուցելի է, գնում եք հեծի գլխավոր ֆրոնտ օֆիսներ եւ պահանջում եք ձեր վերջի 3 տարվա տվյալները սպառման։ Իդեպ փաստերի ստուգման հարթակը նույնպես հերքեց այս լուրը։ Կայքի լրագրողը դիմել էր հեծ եւ ստացել իր բնակարանի վերջին տարիների ցուցմունքները եւ գրել էր տվյալները հասանելի են, ոչինչ չի չփացել։ գնման արդյունքում 128 միլիոն դրամ գնումների պլանում դրված նույն քանակի նույն տեղունտագրող ապրանքը ձեռք բերեցինք ընդամենը 58 միլիոն դրամ։ Եթե չեմ սխալվում, սենց երևույթները իրավաբանները փողերի լվացում են կոչում։ Փողերի լվացում փնտրեք իշխող կուսակցությանը փոխանցված գումարներում հակադարձեց Նարեկ Կարապետյանը։ Ձեր նպատակը ոչ թե փողերի լվացումն կամ արդարացան վերականգնումն է, այլ ուղղակի մի քանի ամիս ավել Սամվել Կարապետյանին պահել կալանավայրում, որպեսզի կարողանա ընտրվել։ Ինչևէ, Փաշինյան-Պետրոսյան հանդիպման նպատակը ոչ այլ ինչ էր, քան հստակ ծրագրված շոու, ինչպես օրինակ իրաքնորյա պատարակները։ Վարչապետը դարձյալ ուղղակի եւ անուղղակի հանձնարարականներ տվեց ուժայիններին։ Հետաքննություն նախաձեռնել ենք։ Եվս մեկ անգամ հաջողացավ իր ընտրազանգվածին։ Ինչպես նշում էր, էներգետիկ ճգնաժամի խնդիրը առաջին անգամ լսել է մարզային հանդիպումների ընթացքում։